Իրականում սա այն անպատժելիության մթնոլորտն է, որովհետև ոչ միայն ոստիկանությունն է այդ բռնությունները իրականացվում, նաև բերման ենթարկելուց քաղաքացու տանն է այդ բռնությունը իրականացվում, խաղաղ հավաքի ժամանակ է այդ բռնությունը իրականացվում, որը մտահոգիչ է։ Իմ կարծիքով խոշտանգումները դա բացարձակ իրավունք են ու եթե այդ իրավունքի նկատմամբ ոտնձգություն է իրականացվում, պետության արձագանքը պետք է համարժեք լինի, բայց մենք շատ դեպքերում տեսնում ենք, որ այդ արձագանքը չի լինում, տարիներով քրեական վարույթներ է նախաձեռնվում, շատ դեպքերում կարող է քրեական վարույթներ ոչ թե խոշտանգման հոդվածով նախաձեռնվի, այլ լիազորությունների անցման հոդվածով եւ տարիներ քննվում են եւ վերջը 2 տարի կամ 3 տարի անց քրեական վարույթը կարճելու կամ հանրային քրեական հետապնդում չիրականացնելու որոշում են կայացնում, բայց շատ դեպքերում են նաև քննությունը չի լինում արդյունավետ, նաև այդ արդյունավետ քննություն իրականացնելու խոշտանգումների զոհերի հոգեբանական աջակցության եւ մի շարք խնդիրներ կան, որոնք որ դեռ մտահոգիչ են մնում խոշտանգումների դեպքերով եւ նաև իմ կարծիքով անպատժելիություն, որովհետեւ եթե անպատժելիություն չլիներ, ապա բազմաթիվ բարձր պաշտոն զբաղեցնող անձինք պետք է ենթարկվեին քրեական պատասխանատվության, բայց նաև այստեղ նաև գործերի ցկցկման հետևանքով տուժողները պատրաստ չեն այդ ճանապարհով անցնել, այսինքն բազմաշերտ խնդիրներ են, որոնք որ թեպետ մի քանի արդեն դատավճիռ կա մեղադրական, բայց իմ կարծիքով դա բավարար չէ, քանի որ խոշտանգումները բազմաթիվ են, նաև քայլեր պետք է ձեռնարկեն, չգիտեմ, հենց ոստիկանության ներս մտնելուց կամերաներ տեղադրեն, ու այդ կամերաները նաև հասանելի պետք է իրավապաշտպան կառույցների, թե մարդու իրավունքների պաշտպանին դառնա ու ի վերջո այդ արատավոր երևույթի դեմ պայքարեն։